դպրոցական ծրագրերից այնքան բան են անել, հիմնականում հանում են ինքնությունը ամրացնող հարցերը։ Հիմնականում դրան են ձեռ տալիս։ Մեր պատմության հետ կապված, բայց իրենք ինչ են ասում են դպրոցը գիտելիք ստանալու տեղ պետք է լինի միայն։ Մենք ասում ենք դպրոցը ոչ միայն գիտելիքի տեղ պետք է լինի, նաև դաստիարակման, ինքը դաստիարակչական ֆունկցիա պետք է ունենա այս դպրոցը։ Սա սկզբունքորեն տարբեր բաներ են։ Ես համոզված եմ, որ դպրոցը միայն գիտելիքներ sense հաղորդելու երեխաներին տեղ չի, նաև դաստիարակչական լուրջ աշխատանք պետք է արվի դպրոցներում։ Ընդհանրապես դաստիարակչական, մանկապարտեզներ, դպրոցներ եւ հայրենասիրությունը միայն ընտանիքում չի լինում։ Հայրենասիրությունը պետք է ընտանիքի աշխատանքը եւ դպրոցի sense համատեղվի։ Իր մոտեցումն է, այդ խնդրումը դա է, նաև այդ դաստիարակչական հարցը, ըստ էության պետությունը ձեռք Երևանում ասում է, այս ամեն ինչ թողում ընտանիքի վրա։ Ընտանիքները տարբեր են լինում, տարբեր գրագիտության աստիճան է լինում ընտանիքներում, տարբեր հայացքներ, բայց պետությունը չի կարող իր պետական քաղաքականությունը, պետական դաստիարակչությունը, հայրենասիրությունը ընտանիքների միջոցով մենակ անել։ Պետությունը դա անում է առաջի հերթին դպրոց, մանկապարտեզ դպրոց։ Սա լրիվ ես ընդունել է եւ ուղղակի ուրիշ ձևի ես չեմ տեսնում։ Անկեղծ ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում։ Չի կարող պետությունը ձեռքերը լվանա, ես դաստիարակության հետ գործ չունեմ։ Ուրեմն ինքը երկրին նվիրված հայրենասեր քաղաքացի չի ունենալու։ Այս մի քիչ շարունակում 10 տարի շարունակվի, սա է լինել։ Մի բան էլ կա, եթե դու այդ դաստիարակությունը դպրոցի թողում ես, մի 20 տարի անցնում է, սերունդը փոխվում է, հետո այդ պահանջատերն էլ չի լինում։ Պահանջատերն էլ չի լինում։ Եվ այսօր եվրոպական շատ երկրներում այդ վիճակն է։ Իրենք հիմա չեն կարող ընդհանրապես բանակում ծառայողել չկա։ Այդ բանակում ծառայողների երկրներ կա, որտեղ բանակում ծառայողների ասենց մի 50-60%-ը նրանք են, ով դրսից եկել են եւ բանակում ծառայելու դիմաց քաղաքացիություն են փորձում ստանալ։ Հիմա սրան են տանում։ Մեր տարածաշրջանում, եթե այդ հայրենասիրությունը, եթե մեր ազգային ոգին, եթե մեր ասենց ավանդույթները մենք եթե չպաշտպան, խնդրեմ ենք ունենանք։ Իսկապես լրջագույն խնդրեմ ենք ունենանք։